Ձեր մի վախեցիր արտահայտությունը, մի վախեցեք արտահայտությունը, տարբեր հանրային շրջանակների կողմից բավականին այսպես ընկալելի եւ ընդունելի է ի հակադրություն այսօր հաճախ հնչեցվող վախեցնող բազմաթիվ հայտարարությունների, ես չլինեմ կլինի պատերազմ կամ իմ օրոք ադրբեջանցիները չեն գա, բայց այլ հարց է թե ում օրոք կգան։ Այս տեսանկյունից որքանով եք գնահատում ձեր շանսերը, ինչ արձագանքներ դուք ունեք ձեր ուժի առնչությամբ։ Այո, մեր ժողովուրդը ոչ մի ձև, ոչ մեկից չպետք է վախենա, եւ այս ընտրությունները մեր երկրի, մեր պետության ճակատագրի մասին են, եւ քվեախցիկում ես միշտ ասել եմ, հիմա ուզում եմ անպայման դա ասել, քաղաքացին ամենազորն է, այսինքն միշտ է ամենազոր, ուղղակի այդ պահին իշխանությունը մեր քաղաքացին պետք է նկատի ունենա, որ իրեն է պատկանում։ Ամբողջ իշխանությունը իր ձեռքն այդ ծրարը, որ գցում այդ քվեատուփի մեջ, ինքը իրականացնում է իսկապես իր իշխանությունը եւ այդ պահին ուզում են գողանան բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառքով են զբաղված, բոլոր նրանք, ովքեր վախեցնում են մեր քաղաքացիներին, այդ պահին գողանում են նրանցից ընտրությունները եւ դրա համար այո, պետք է մենք ոչ թե վախերով ընտրենք, այլ հանուն հույսի ու հավատի մեր երկրի ապագայի եւ մենք ինքներս որոշենք մեր ճակատագիրը, մեր շանսերը ես ասել եմ, որ եւ մեր հարցումներն են ցույց տալիս տարբեր նաեւ հետազոտություններ, իմ շփումները քաղաքացիների հետ դուք տեսնում եք, որ մենք ամբողջ օրը մարդկանց մեջ ենք, դրանք են նաեւ վստահությունը տալիս, որ մենք այս պահին հաղթահարում ենք շեմը եւ մնում է մեզ ամենակարևորը, որքան հնարավոր է շատ ստանանք մեր քաղաքացիների վստահությունը։ Բայց ամերիկյան հետազոտական ինստիտուտի կներեք, ես մի ճշգրտումն է հարցումներով ոչ այսպես բարվոք դիրքեր էին ձեզ բաժին հասել։ Այդ ինստիտուտի ամերիկյան IRI հետազոտությունները ընդհանրապես ամբողջ ընդդիմությանն էին այդպիսի տվել եւ իշխանությանը, չգիտեմ, աստղաբաշխական թվեր, ինձ համար դա այս իշխանության նիկոլական ուղղակի հարցում էր։ Միանշանակ, որովհետև ինչա հետաքրքիր է այդ հետազոտությունը կարող է պատասխանել հարցին, որ նրանք դեկտեմբերի վերջ իմ տեղեկություններով շատ հավաստի ու դա այդպես է, դեկտեմբերի վերջ հունվարի սկիզբ պետքա հարցում հրապարակեին իշխանության ռեյտինգի, այսպես ասած, վերաբերյալ իրենց սիրած բառով չեն հրապարակել։ Ինչի չեն հրապարակել։ Այնպես որ այդ հարցում անողները ինձ համար ոչ մի վստահություն չեն ներշնչում, սա հատուկ պրոիշխանական հարցում էր եւ որևէ կերպ չի արտահայտում մեր հասարակության ցանկությունները, ամոթալի ու ուղղակի պահվածք էր դա։ Ելակտել են հարցումներ հրապարակել, որը դուք անցողիկ շեմը անցնում եք, եւ սա քննարկման առարկա էր դարձել, մասնավորապես Սամվել Կարապետյանը կասկածի տակ էր դրել եւ այդտեղ տեսել ձեզ Չէ, բան չեղավ։ Չէ, բան չէ, ոչ մի բան չեղավ։ Եվ դիտում եք տեսել, որ հատուկ ձեզ փորձել են ներկայացնել որպես անցողիկ շեմը հաղթահարել։ Նախ, գիտեք, ինձ համար մենք մենակ մի հարցման տվյալներով չենք շարժվում, ամեն մեկն էլ հարցումներ է անում եւ այլն ունի տվյալները, մենք ունենք մեր սեփական նաեւ հարցումները։ Ինձ համար ասեմ ձեզ, որ զարմանալի էր Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը, երբ ես տեսա, շատ զարմացա ու ինձ մոտ հարց առաջացավ, այսինքն ուրեմն ընդդիմությունը ունի այնքան ժամանակ, որ մյուս ընդդիմադիրների հետ կապված նման հայտարարություններ անի, մանավանդ քաղաքական այնպիսի ուժի, որը անցողիկ է արդեն ու հաղթահարում է այդ շեմը։ Իմ մոտ հարց առաջացավ, ինչու է Սամվել Կարապետյանը այդպիսի հայտարարություն անում, չէ՞ որ այդ հայտարարությունը վնասում է քաղաքական ուժի։ Այսինքն Սամվել Կարապետյանը չի ուզում, որ մեր քաղաքական ուժը անցնի պարլամենտ, այն պայմաններում, երբ որ մենք հաղթահարում ենք այդ շեմը։ Ես օրինակ ուզում եմ, որ բոլոր իրական ընդդիմադիրները որքան շատ անցնեն պարլամենտ, որքան շատ ձայներ հավաքեն, այդքան լավ, որովհետև դա մեր պետության համար է։ Եվ այս պայմաններում ինձ համար այո շատ զարմանալի էր եւ այդ հայտարարության մեջ ինձ համար անընդունելի էր հայտարարության ձևը, տոնը, որտեղ ես որևէ մի անգամ որևէ մի ընդդիմադիրի մենք ոչ վիրավորում ենք արժանապատիվ միշտ պահում ենք այդ արժանապատվության ընդհանրապես վերաբերմունքը ու այնտեղ ինձ մի հայտարարություն նաև այսպես իմ ուշադրությունը գրավեց բևեռների մասին, նշվեց 4 բևեռի մասին։ Ես եթե բևեռ հասկացությունը նայում ենք ֆիզիկայի տեսանկյունից, մագնիսը ունի 2 բևեռ, երկրագունդը ունի 2 բևեռ, բայց երբ խոսում ենք 4 բևեռի մասին այս պարագայում, ինձ համար դա ոչ այլ ինչ է, քան ազդեցության գոտիների բաժանում։ Եվ
այստեղ արդեն գալիս է մեր ընտրությունների տրամաբանությունը արդեն անընդունելի, որ անպայման ընտրությունները իշխանության լծակների, ռեսուրսների կռվի մասին են։ Անպայման ընտրություններում պետք է գնա խոսք փողի մասին, իշխանության մասին, որ ինչ որ բևեռներ ձևավորվեն։ Ժողովրդավարությունը ոչ ռեսուրսների կռվի մասին է, ոչ իշխանության լծակների առավել եւս տեսնում ենք այսօր իշխանությունը համատարած ինչ ճնշումներ է գործադրում։ Ժողովրդավարությունը այն մասին է, թե ինչ գաղափարներով, ինչ կերպ է երկիր ղեկավարելու, հետո ռեսուրսները Հայաստանում ընդունված են անվանել միայն ինչ, ճնշումներ, չգիտեմ, գումարներ, իշխանություն եւ այլն, բայց ռեսուրսները նաեւ մարդկային կապիտալ է, ռեսուրս է պրոֆեսիոնալիզմը։ Եվ ինձ համար օրինակ, ես կարծում եմ, ինձ համար ամենակարևորը Հայաստանի բևեռը առաջ տանելն է եւ այս ընտրությունները մեր պետականության համար ընտրություններ են։ Մենք պետքա տրամաբանությունը փոխենք եւ այս ընտրություններում պետքա հաղթի մեր պետականությունը։ Մենք հայոց պետականության պահպանման այն ամենաեզրագծին ենք, որ պետք է այստեղից շեղենք եւ դրա համար ես օրինակ այս ընթացքում, երբ սկսվեց քարոզարշավը, այդ սոլիդարությունը պահել եմ, որևէ մեկի երբեք որևէ ընդդիմադիր ուժի չենք այսպես փորձել ձայները հաշվել քննադատել։ Ասելով որ Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում մեր գյուղացիների եւ արտահանողների համար, կոնյակի հետ կապված, ծաղիկների հետ կապված ձեր ակնարկը որպես Ռուսաստանի տեխնատու վերաբերում էր Սամվել Կարապետյանին։ Նայեք, ես ոչ մի նոր բան ասած չեմ լինի, որ այո, այդ տեխնացուն Սամվել Կարապետյանն է, որովհետեւ քաղաքացիությունը Ռուսաստանի է այս պահին, բիզնեսների մեծ մասը կամ մի մասը, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնությունում է եւ կարծում եմ դա շատ ակնհայտ փաստ է, ես բոլորն գիտեմ, ինչ մեր քաղաքացիները չեն հասկանում, դա ոչ մեկ չգիտի, իսկ Ռուսաստանը առհասարակ, այո, դա ինձ համար շատ անընդունելի է, որ տեսեք, նրանք մեզ ակնհայտ է ինձ համար կախյալ պետություն են համարում, մեզ չեն համարում իրական գործընկեր, հավասար գործընկեր եւ տեսեք մեր տնտեսության մեջ այս իշխանությունների քաղաքականությունը ել ավելի է խորացրել այդ կախվածությունը Ռուսաստանից, մենք ունենք ցավոտ կետեր, մենք ունենք զգայուն կետեր, մեր կետերի վրայով հիմա անցնելով գնում են եւ ճնշումներ են գործադրում, ինչի որ նաեւ իրենց ուզած հարցերը առաջ տանեն։ Ես երեք մանրամասն բացատրել եմ, որ այսինքն ստացվում է ներընդդիմադիր կամ երկրի ներսում այնպես է ստացվել այս պրոռուսական, պրոեվրոպական լինելը դարձել է ներքին պայքարի գործիք եւ գիտեք սա ես հատուկ ուզում եմ նշել այս ամենը վիրավորանքներ չեն, սրանք փաստեր են, սրանք բնութագրություններ են, ես ոչ թե հիմա որևէ մեկի վիրավորում եմ, ոչ էլ նպատակը ունեմ, այլ ես փաստեր եմ ֆիքսում եւ այդպես էլ կա ու ասենք տեսեք հենց ռուսական կողմից մի հատ արգելք է լինում, հələ այս իշխանության պահվածքը տեսեք, բան են անում նենց ամենալկտի անամոթ ձևով ինչ են անում ուրախանում են այս իշխանականները ինչի որովհետև դա նրանց օգտագործում են այն ընդդիմադիրների դեմ պայքարի համար ովքեր ռուսական կամ ովքեր Մոսկվայի նախընտրությունն են եւ ինչ են անում արդյունքում ինչ է լինում տուժում է մեր գյուղացին տուժում է մեր գործարարը հարց է առաջանում ախպեր այդ ձեր համար եթե այսինքն իշխանականներին ինչ ախպեր բայց ձեր համար եթե մեր քաղաքացու գյուղացու շահը կարևոր է, մեր գործարարի շահը կարևոր է, դուք ինչ եք դրել ուրախանում դրա վրա։ Կներեք մի բան էլ ու իսկ այդ եվրոպականի մասով, տեսեք հիմա գնանք եվրոպականը։ Այս իշխանությունները նայեք ինչ են անում, նորից էլի իրենք էլ իրենց ազդեցության գոտիներն են բերում, չէ՞։ Այսօր օրինակ տեսեք, հայ հենց այդ է խնդիրը, որ մենք ստացվում է նորից էլի դրել ենք մեր ընտրությունը երկու այս իջև, որ արտաքին ուժն է ում նախընտրում։ Բաքուն նախընտրում է Նիկոլ Փաշինյանին, գլխավոր պապան Նիկոլ Փաշինյանի Ալիևն է, այնտեղ ունի տարբեր հոպարներ, չգիտեմ, քերիներ, բան եւ այլն, որ նաեւ այսօր գալիս են վաղը, այսօր գալիս են Հայաստան։ Ունի Մոսկվան իր նախընտրած մարդուն, Եվրոպան էլ, Վաշինգտոն եւ այլն մյուսներն էլ ստացվում է ինչ ունեն իրենց նախընտրած մարդկանց մենք այդպես ընտրությունները կատարենք, բայց մեր երկրի վիճակը տակը մեր երկրի հարցերն են մնում, մենք որ շարժվենք, հենց սկսեցինք շարժվել մեր երկրի շահերով, մտածենք մեր երկրի մասին, այդ դեպքում մեր խնդիրներն է կլուծվել։